Արմավիրի մարզի առաջին Ազյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ 3 որոշում հրապարակեց, ըստ որի Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։ Թե ինչ իրավական հիմքով է դատավոր Էդգար Հովհաննիսյանը նման որոշում կայացրել, այն էլ հայցվորի կողմից հայցը ներկայացնելուց 1 օր հետո հասկանանք փաստերով։ Մեծ հաշվով եկեղեցու թեմի առաջնորդի նշանակելը, ազատելը բացառապես կանոնական հարց է եւ չի կարգավորվում վարչական կամ քաղաքացիական օրենսդրությամբ։ Հետևաբար դատարանը այս երկու օրենսդրությունը հիմք վերցնել չէր կարող։ Այսինքն հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդների կամ թեմակալ առաջնորդների նշանակումը, փոխադրումը, ազատումը կարգավորվում են բացառապես եկեղեցու ներքին կանոնադրությամբ եւ կանոնական իրավունքով, այն է հայ առաքելական եկեղեցու կանոնագրքով, Գերագույն հոգևոր խորհրդի եւ վեհափառ հայրապետի որոշումներով։ Իսկ սա նշանակում է, որ պետական մարմինները միջամտելու ավելին դատարանների միջոցով որոշումներ կայացնելու իրավասություն չունեն։ Դատական միջամտությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերվում է կոնկրետ քաղաքացիական իրավունքներին, գույքի կամ անձնական պատվին, բայց ոչ թե հոգևոր դաշտին։ Կոնկրետ վարչական օրենսդրությունը հոդված չի նախատեսում, որով շարքային քաղաքացին կարող է վերականգնվել հոգևոր պաշտոնում։ Վարչական օրենսդրությունը վերաբերվում է միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պաշտոնատար անձանց պետական ծառայության շրջանակում։ Եվ հաշվի առնելով այն փաստը, որ թեմի առաջնորդը պետական պաշտոնյա չէ, եկեղեցին պետական մարմին չէ, հետևաբար վարչական ակտ, վարչական վեճ լինել չի կարող։ Այնպես որ դատարանը վարչական օրենսդրության հիմքով չէր կարող վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում որևէ քաղաքացու։ Նույնը վերաբերվում է քաղաքացիական օրենսդրությանը։ Քաղաքացիական օրենսդրությամբ նույնպես դատարանը իրավասություն չունի վերականգնել որևէ մեկին թեմի առաջնորդի հոգևոր պաշտոնում, քանի որ քաղաքացիական օրենսդրությունը կարգավորում է միայն գույքային հարաբերություններ, պայմանագրեր, աշխատանքային հարաբերություններ որոշ դեպքերում, իսկ թեմի առաջնորդի կարգավիճակը աշխատանքային պայմանագրի արդյունք չէ, վարձու աշխատանքի ձև չէ, ունի բացառապես հոգևոր կանոնական բնույթ։ Իսկ սա նշանակում է, որ թեմակալ առաջնորդը չի կարող դատարան դիմել, վերականգնելու իր պաշտոնը որպես քաղաքացիական իրավունք։ Իսկ դատարանը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե կա գույքային վեճ, օրինակ թեմի գույք, բնակարան, ֆինանսներ, եթե խախտվել են քաղաքացիական անձնական իրավունքներ, պատվի արժանապատվության պաշտպանություն, եթե վեճը վերաբերում է իրավաբանական անձի գրանցման կամ գույքային կառավարման հարցերին։ Սակայն նույնիսկ այս դեպքում դատարանը չի կարող պարտադրել եկեղեցուն վերականգնել անձին որպես թեմի առաջնորդ։ Բացի նրանից, որ վարչական եւ քաղաքացիական օրենսդրությունները դատարանին չեն լիազորում վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում տվյալ քաղաքացուն, կա նաեւ սահմանադրական հիմք, որով եկեղեցին ու պետությունը տարանջատված են, եւ դատարանը իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին, հոգևոր պաշտոնի հարց լուծել, որոշել ինչ որ մեկին հոգևոր պաշտոնում նշանակել, ազատել կամ վերականգնել։ Իմի բերելով փաստերը կարող ենք հետևություն անել, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վերաբերյալ դատարանի որոշումն իրավական հիմք չունի։ Այն քաղաքական պատվեր է, որը կայացվել է օրենքի եւ սահմանադրության կոպտագույն խախտումներով։ Հերմինե Զեյնալյան, Երկիր FM։